Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ։ Դե ինչ որոշեցի երկու բառով կիսվել ձեզ հետ։ Նախ կարիք կա երևի լուսաբանելու երկու արված աշխատանք, հետո արդեն մնացածը ինչպես կընթանա։ Ներողություն, որ ձեզ կտրում եմ վարչաբենդի ամերգի տեսարանները դիտելուց, այնուամենայնիվ որոշեցի եթեր անել, դե ինչ մեր ընկերները հետո կնայեն, եթե կարելի է եւ կոնտենտը ձեր դուրը կգա, խնդրեմ կիսվեք։ Ուրեմն նախ անդրադառնամ մի հարցի, որը քիչ առաջ նույնպես հրապարակեցի, եւ սրանից ելնելով կուզեմ, որ մի քանի բան մեզ համար պարզենք, հա, ժողովուրդ ջան, որովհետև մեր հանրության բավականին լայն շերտեր մի փոքր այլ կերպ են ընկալում տարբեր լուսաբանումները, բայց ոչինչ, պետք է նաև տարածենք, այս զրույցները պետք է լինեն, որպեսզի մարդիկ սկսեն ըմբռնել, որ դեպքում խոսքը վերաբերում օրինակ առողջ քննադատությանը, որ դեպքում խոսքը վերաբերում խնդիր բարձրաձայնելուն, լուսաբանելուն, որ դեպքում խոսքը վերաբերում մարդու գլխին քարկցելուն։ Ուրեմն իհարկե այս դեպքով չէ, շատ մենք հանդիպում ենք տարբեր հարցերի, տարբեր մոտեցումների մեր գործունեության մեջ, բայց այնուամենայնիվ նախ թույլ տվեք լուսաբանել հետևյալը։ Վերջերս օրեր առաջ քաղաքացիներից, Հրազդան քաղաքի բնակիչներից այս պարագայում կապվել էին ինձ հետ եւ ցույց տվել մի տեսանյութ, սարսափելի տեսանյութ, ինչի պատճառով զրկված էին ջուր ունենալու հնարավորությունից։ Դե մյուս կողմից սառը ձմեռը, սառնամանիք ձմեռը, որի առաջ առնելը այնքան էլ հեշտ բան չի, կամ շատ դեպքերում ընդհուպ մինչև անհնարը, այնուամենայնիվ մեր քաղաքացիների վատ վերաբերմունքն էլ կա, բայց ունենք այն ինչ ունենք, հա։ Ուրեմն տեսեք ոնց է, շենքի երկրորդ հարկում ապրում են իրենք, առաջին հարկը մարդ է բնակեցված, ով տանը չկա, մի քանի, չգիտեմ, անհիշելի ժամանակներից չկա, տարիների ընթացքում կոտրվել են ապակիները տան, կոտրվել են, դուռ չկա, հնամաշիրեր լցրած, վստահաբար քաղաքացիներն էլ գնացող եկող մի բան նետել է այդ կողմ, եւ քանի որ բնակելի չի, բնականաբար խողովակն էլ ամբողջովին սառած որն է, սառածը ձևը շնորհք ունի, ես դա տեղադրել էի Facebook-յան էջում, անգամ կարող եմ բացեք, տեսնեք, ինչ վիճակում եմ ես տեսել ամենասկզբից, հա, ու հրապարակել էի, բայց շատ լավ հասկանալով, որ այդ խնդիրը այնքան էլ համատիրության տիրույթում չի, որովհետև գիտեք ժողովուրդ ջան, նախ տարածքը տունը պատկանում է ինչ-որ մեկին, որքան էլ որ բացի թողի վիճակ լինի, եւ այնտեղ ինչ-որ գործողություն իրականացնելը շատ դժվար է, երկրորդ խողովակների այդ ջերուցումը, մաքրելը, բան, դա համայնքապետարանի գործառույթը չի, բայց շնորհակալություն Հրազդանի համայնքապետին, համայնքի ղեկավարին եւ ողջ աշխատակազմին առհասարակ, որ ընդառաջեցին անկախ նրանից, որ իրենց տիրույթում չէր, այնուամենայնիվ ջանքեր գործադրեցին, որպեսզի խնդիրը լուծվի, որովհետև այսպես թե այնպես խոսքը վերաբերվում է երկու իրենց բնակիչներին, այսինքն երկու տների բնակիչներին, եւ ինչպես կվերաբերվեն, եթե օրինակ իրենց հետ տնից տեղից հեռու նման բան լիներ։ Մեծ ջանքերով, աշխատանքով, մի խոսքով լավ աշխատանք են արել եւ արված աշխատանքն էլ ուղարկել էին ինձ, ես զանգեցի բնակիչներին, ճշտեցի, որ համապատասխանելիությունը ամեն դեպքում դա պետք է արվեր, որպեսզի կարողանայի պաշտոնական հրապարակում անել։ Եվ
քիչ առաջ տեղադրեցի իմ շնորհակալությունը նաև մեր հասարակական կազմակերպության անունից արդեն արված աշխատանքով։ Բայց քանի որ անցել է մի քանի օր, շատերը գուցե չհիշեն ինչից ինչա ստացվել, ուստի թույլ տվեք ես ձեզ այսպես ցույց տամ ինչպես կստացվի, որքանով տեսանելի կլինի, այնուամենայնիվ ես կփորձեմ մի րոպե, ներողություն։ Այստեղ զվուկ, թույլ տվեք, ահա, ուրեմն, ահա ինչ պատկեր ունենք խողովակները ամբողջովին սառցակալած, սա առաջին հարգի այդ տունն է, որը անտերության է մատնվել, բայց քանի որ տանտերը չկա, չեն էլ կարող մի բան անել, որովհետեւ մեկինո չեն կարող բերել այդտեղ բնակեցնել։ Ահա, խնդրեմ, սառույցը տեսնում եք ինչ հաստության է։ Ահա։ Ու տարածքում էլ սա տունն առաջին հարկի։ Շատ կարճ նյութ է, այսքանով բավարարվենք։ Ուրեմն, տեսակ ինչ էր կատարվում, հատակը, ամբողջ հատակն էր սառցակալած նույն հաստության։ Վերևի հարկի ապրողների համար խնդիր, խմելու ջուր, 1000 ներողություն զուգարանի ջուր, լողանալու ջուր, փոքր երեխաներ էլ կային ոնց հասկացա այն մի տանը։ Մի խոսքով, հիմա ունեմ հետևյալ տեսարանը, թույլ տվեք դրանք նույնպես ցույց տալ, դուք ֆիքսեցիք, չէ՞, ինչ էր, ու խնդրեմ ինչ աշխատանք են տարել արդեն, ուրեմն այս սենց տանը ամբողջը աղբ ու զիբիլ, ապակիները կոտրած, ահա, տեսնում եք աշխատում են մարդիկ, սա մի տեսանյութ, սա արդեն երկրորդ տեսանյութը, մաքրած արդեն տրուբան, ամբողջովին խողովակը մաքրած, ազատված, ձեռքազատած սառույցից, մեքենայով աղբ են հանել այս տնից, մեքենայով աղբ, պատկերացեք, հա, այնտեղ մի դրանից օրեր առաջ էր ոնց հասկացա զոդելու պրոցես էլ են իրականացրել, սա արդեն տունը ամբողջովին մաքուր, եթե չեմ սխալվում ապակիներն էլ փակել են կամ ապակիով հենց կամ ցելոֆանով, չգիտեմ, եւ խնդրեմ արդեն լրիվ մաքրած, որպեսզի նորից աղբ չկուտակվի եւ պիտի խնդրեմ տվյալ շենքի բնակիչներին, որ այդ կողմից ուշադիր լինեն։ Հակոբյան ջան, էսա, մաքրում ենք, մեքենան բերել ենք։ Ահա, բարձում են մեքենաները։ Էսա։ Դες արդեն իրենց ներքին խոսակցություններն ացի վերև, թո իրանք տան դու դասավոր էլ ինձ շատ է։ Մի խոսքով հսկայական աշխատանք են իրականացրել, ինչի համար շատ շնորհակալություն։ Իսկապես գերագնահատել չի լինի։ Ինչ էլ ասենք, նորմալ է։ Հիմա այս ամեն ինչը շատ լավ է, իսկապես շատ լավ է, եւ հատկապես երբ որ համայնքապետարանի կուրացիայի տակ չէր, հա, պատասխանատվության գոտում չէր, բայց մարդիկ տեսնում եք աղաքին աշխատանք արեցին ու հուսանք, որ բնակիչները խնամքով կվերաբերվեն, տարածքում աղբ չեն լցնի կուտակի, ինչը նույնպես առնետների բուն է լինում, բլոճների բուն է լինում եւ այլն։ Մի խոսքով, մինչև տանտերը կհայտնվի կամ տեսնենք ինչ կստացվի։ Ամեն դեպքում դա թողնենք, հիմա գամ այն խնդրին, որը նման դեպքերում առաջանում է այլ վայրերում։ Ուրեմն, Երևանում նորմալ է մեծ հաշվով, որովհետև Երևանում մարդիկ շատ շփվում են, տեսնում են նման բաներ, բայց մարզերում, հատկապես գյուղական համայնքներում խնդիրը այլ կերպ է։ Այնտեղ գրեթե բոլորը բոլորին ճանաչում են ու մեկը մյուսին, երբ որ մի բան ասում է, շատ ցավոտ է ընդունվում։ Այսինքն, մեզ շատ հաճախ եղել է, որ դիմել են գյուղաբնակներ կամ փոքր համայնքների ներկայացուցիչներ, որևիցե խնդրով կամ հարցով։ Ես լուսաբանում եմ տվյալ խնդիրը կամ հարցը, շատ դեպքերում իրենք հրաժարվում, ես ասում եմ, ես կգամ կհասնեմ այդտեղ, բայց դուք եկեք կողքս կանգնեք, որ դուք բացատրեք խնդիրը։ Նախ հրաժարվում են շատ դեպքերում, դե չեն ուզում վատամարդ դուրս գալ, չգիտես ինչի է անունը դրա վատամարդ դուրս գալ նշանակում, ուրեմն
դա հրազդանում էր, ուրեմն ամեն դեպքում եթե ես էլ լուսաբանում եմ, մեկը դե չէ որ ես լուսաբանելուց պիտի մաքսիմում հնարավորինս բաց լինեմ, այսինքն եթե նմանատիպ խնդիրներ է, պետք է ասենք բնակարան ասվի, հասցե ասվի, մի խոսքով։ Այս դեպքում ինչ է ստացվում, շատ հաճախ այն պետական աշխատողները, ովքեր որ ես չեմ ասի թերացել են չեն արել, ես հասկանում եմ, որ կա հսկայական աշխատանք անելու, այնպեսի մի երկիր չենք ժառանգել, որ ամեն ինչ իր տեղում լինի, հա, խնդիրների առաջնահերթություններ, համընդհանուր հարցեր եւ այլն։ Շատ դեպքերում տվյալ պետական աշխատողը հնարավոր է կապվի այդ քաղաքացու հետ ու նես մունած զունատ գա էլի հետևի մեջ թե բախի ես ասել ժուրնալիստ ես բերում բրեկներս չգիտեցի ասենք սա չիմացությունից է տեսեք ես ուզում եմ բոլոր պետական աշխատողներին եմ հղում իմ ասածը ես որևիցե պաշտոնի չեմ հավակնում հետևաբար իմ լուսաբանումները նրա համար չեն որ ձեր ոտքի տակ սապոն դնեմ ինչպես ընդունված է կարծել այլ դեպքերում իմ խնդիրը իմ պետությունն ու իմ քաղաքացին է եւ քանի որ ինքս երբևէ հրահանգներով չեմ էլ աշխատում կարող եք հանգիստ լինել ինձ որևիցե մեկը չի ուղղորդում որ այս կամ այն հարցը լուսաբանեմ ես լուսաբանում բացառապես ուղիղ քաղաքացուց եկած խնդիրը իմ հնարավորության սահմաններում եւ լուսաբանում եմ ոչ թե վիճելու համար ձեզ հետ չնայած պատրաստ եմ այդ մասով եթե անհասկացողներ լինեն կվիճեմ էլ երկու բան էլ ավել հարցը դա չի բացարձակ բայց ես ի սկզբանե երբ որ լուսաբանում եմ ձեզ տեղեկացրած լինելու համար տվյալ խնդրի հրատապությունը այդ մարդու կյանքում տեսեք ես հեսա չորեքշաբթի օրը մի հետաքրքիր վիդեո եմ ես տեղադրելու հնարավոր է լայվով ու չգիտեմ ասենք չեմ կարծում թե մեր քաղաքապետարանը դրանից հետո պիտի զանգի ինձ ասի բայց ես կամ ասենք զանգի այդ մարդուն թե բախի իր դիմում բան որովհետև Երևանում այլ է իսկ այլ համայնքներում այլ հարգելիներս կրկնեմ եւս մեկ անգամ տեսեք ուրեմն խնդիրները երբ որ գալիս է մի ղեկավար նախ եւ առաջ խնդիրների առաջնահերթությունն է գրում եւ կողքը դնում է այն բյուջեն, որը ստացել է խնդիրներ լուծելու համար։ Այդ բյուջեն անսահմանափակ չի լինում։ Լինում է սահմանափակ եւ այդքան փողով ինքը նայում է որ խնդիրները կարա լուծի։ Խնդիրների մի մասը մնում է հաջորդ տարվան, որովհետեւ իր համար որպես կառավարիչ կա նախընտրելի առաջնահերթություն։ Իհարկե ամեն քաղաքացու համար իր խնդիրը առաջնային է եւ ամենակարևոր, բայց ընդհանուր առմամբ այլ կերպ է դա լինում։ Եվ այս լուսաբանումները որոշում են որոշակի օգնում են որոշակի թիրախային ուղղություններով, եթե հնարավոր է կենտրոնացնել ուժերը, ջանքերը եւ մի բան ավել անել։ Այսինքն մարդիկ դիտում են, նույն պետական հաստատությունները դիտում են, եթե իրենց թեգել են եւ իրենք էլ պարտաճանաչ են, միշտ չի որ պարտաճանաչ են գտնվում ցավոք սրտի, նայում են, նստում են, մտածում են, կարող են, չեն կարող, շատերը կապվում են ինձ հետ գնել, ջան, գիտես, այսինչ հարցը կա այդտեղ, այնքան էլ մեր տիրույթում չի, ու մենք եթե կպնենք իրավական խնդիրներ առաջանում, այսքան այդ երկխոսությունները լինում են զուգահեռաբար։ Այնպես որ ես խնդրում եմ, ժողովուրդ ջան, եկեք այս process, այս կուլտուրան, այս մշակույթը արդեն վաղուց կա։ Բոլորը ունեն գաջետները, հեռախոս ենք մենք դրան ասում։ Բոլորը կարողանում են խնդիր տեղադրել, լուսաբանել, բոլորը համարձակություն արդեն ունեն, որովհետև ժողովրդավար պետությունը գնալ ներկայացնել հենց համայնքի ղեկավարին կամ համապատասխան բաժիններում իրենց հարցերը։ Հարցը դա չի։ Սկսեք սովորել դրանով ապրելը։ Սկսեք այս մշակույթը սովորել, որ լուսաբանումները տակը պարտադիր չի դրված լինի նեգատիվ, տակը կարա լինի ճիշտ հակառակ, պոզիտիվ։ Եվ նրա համար չի, որ ինչ-որ մեկի մոտ վադաբանեք, վա ես ոնց ես քո քաղաքին օրինակ տիրություն անում, որ սես մի հատ խնդիր կա, խնդիրները ասում եմ ծփում են, դուք չեք էլ պատի սրանք պրիմիտիվ հարցեր են, մեր պետությունը այնպիսի խնդիրների առաջ է ծառացած եղել, անլուծելի, որ դուք չեք էլ պատկերացնի ժողովուրդ ջան։
Մյուս կողմից էլ եթե գնում ես լուծման ճանապարհով, անպայման հայտնվում են եսի մինչեր ասելու համար, որ բան, ասենք, չգիտեմ, բայց այդքան պարկ կխի եք վերցրել եւ այլն։ Դնենք մի կողմ, կամ պարկեվավճ, օրինակ, մի տարական հարց էլի։ Համայնքի աշխատակիցները իրենց կուրացիայից դուրս, իրենց ժամից դուրս, իրենց ամեն գնացել աշխատանք են արել եւ նմանատիպ աշխատանքներ տարվա ընթացքում հնարավոր է շատ անեն։ Հիմա տարեվերջում օրինակ նրանց պարգևավճար հասնում է թե չի հասնում։ Պարգևավճարը ամենացավոտ խոսակցությունն է, չէ՞։ Նման դեպքերում նման մարդկանց հասնում է որ շնորհակալության նման մի բան, ասես մա 13-րդ աշխատավարձ տան։ Աշխատելու պարագայում ես համարում եմ, որ այո, եւ դա է պատճառը, որ այս էլ արդեն ոլորտային այդքան էլ չեմ կենտրոնանում այդ պարգևավճարներին։ Ես ավելի կենտրոնանում եմ այդ պարգևավճարից բխող կամ ոլորտային այլ հարցերին։ Թե չէ հասնում է, հաշվել են մարդիկ հասնում են։ Ասենք օրինակ, այս տարի շատ ձուն եկավ։ Գիշերով, ցերեկով, գիշեր թե ցերեկ կոմունալ բաժինը հատկապես ծանրաբեռնված աշխատել է իրենց ղեկավարների հրահանգներով, ճիշտ է։ Այդ մարդկանց հասնում է մի հատ բան, բոնուս, թե չէ։ Բնական ամեն մեկս էլ ովքեր որ աշխատող են, սա ճիշտ բան կանեն, էլի։ Անկախ նրանից, անգամ եթե մասնավոր հիմնարկում աշխատում ես ու 1, 5, 10, քեզ կողքից ասում են մատ ձեռքի հետ էսել էլի կանես խնդրում ենք ու դու հավելյալ մնում ես աշխատավայրում նրա փոխարեն աշխատում ես թեկուզ հասարակ մի բան լինի բայց երբ որ մի քանի անգամ կրկնվում է ճիշտ կլինի չէ որ վերջում օրինակ այդ մարդը ասի գիտես ինչ սա էլ որպես հավելավճար աջակցելու համար սա է պարգևավճարը դա է մեծ հաշվով իհարկե դա եթե բարեխիղճ մարդկանց ձեռքում է եթե ոչ բայց ես վստահում եմ, որ բարեխիղճ մարդկանց ձեռքում է այդ ամեն ինչը։ Անցնենք առաջ, ես եւս մի անձնավորության պիտի շնորհակալություն հայտնեմ։ Ուրեմն անկեղծ եմ ասում, ի պաշտոնը հիմա չեմ կարող ներկայացնել, ինչպես հասկացա քաղաքապետարանի Խախշինի բաժնից կամ նմանատիպ մի բան, ես այդ բաժինները այդքան էլ լավ չգիտեմ, հրապարակել էի ահագին ժամանակ առաջ մի քաղաքացու տեսանյութ ով ունի 9 երեխա ու ուներ իր տան հետ կապված փաստաթղթային խնդիրներ։ Հրապարակել է ու ես առհասարակ կարծում եմ, որ նման մեծ ընտանիքները հատկապես երբ որ թե հայրը թե մայրը պարտաճանած ձևով անում են ամեն բան այդ երեխաներին հավուր պատշաճի մեծացնելու, այսինքն այնպես չէ, ասես կան չէ ընտանիքներ, որ ասած ունենում են ու դարձնում են պետության գլխի ինչ որտեղ նաև բան էլի խնդիր, հա, իրենք չեն պահում, էլի պետությունն է պահում, մի հատ ծնելն է ծնում են ու վсё։ Իսկ կան ընտանիքներ, ովքեր ունեն շատ երեխաներ, պահում են ինչպես հարկն է, բայց ունենում են որոշակի խնդիրներ։ Այս պարագայում ես կարծում եմ պետությունը լավ կլինի, որ նման մեծ ընտանիքին աջակցության բան ցուցաբերի։ 9 երեխայի հայր, շատ նորմալ մարդ, ով adekvat ձևով ներկայացրեց իր խնդիրը, ես հենց այդ adekvatության համար շատ կիսել եմ ու անգամ կառավարությանն էի նշել, որ ինչ որ կերպ, ինչ որ մի առանձին որոշումով, ինչ որ մի բանով այդ մարդու հարցին լուծում տան։ Կհիշեք երևի այդ տեսանյութը իմ Facebook-յան էջում։ Շատ տարածում գտավ ձեր շնորհիվ, շատ դիտումներ ունեցավ եւ իհարկե կապվեցին Տարոն Միրոյան։ Կապվեց ինձ հետ ու ասաց, որ կներեք, մի հատ ստեղ բան նայեմ, ժողովուրդ ջան։ Ու ստացվեց հետևյալը, որ այդ պաշտոնյան, շատ հարգարժան պաշտոնյան քաղաքապետարանից կապվել է այդ անձնավորության հետ, պարզվեց, որ այնտեղ կան լրջագույն փաստաթղթային խնդիրներ, որը իսկապես այնպես չի, որ կարող են լուծել, գիտեք ոնց, կան խնդիրներ, որ հնարավոր է լուծել, բայց անպայման կհայտնվեն շատ մարդիկ ու կասեն, բա մերը խի չի լուծվում, կամ այսինչ, այսինքն տենց հարցերը լուծվում են հատուկ որոշումներով, հա, այն էլ մի քանի կառույցների համատեղ աշխատանքի արդյունքում։
Պարոն Տարոն Միրոյանը կապվել էր այդ մարդու հետ, հրավիրել էր քաղաքապետարան, ծանոթացել էր փաստաթղթերին, ծանոթացել էր խնդրին, կապվել էր մի քանի տեղ, խոսել էր, եթե չեմ սխալվում, քաղաքապետի կամ քաղաքապետի, մի խոսքով փորձել էին ամեն կերպ լուծում տալ, որովհետև իրենք են մարդ են, ազնվում են, իսկապես 9 երեխայի հայր, ով շատ adekvat ձևով ներկայացնում է, որ ես իմիջ չի պահանջում, ընդամենը որոշակի բաները, բայց այդտեղ ցավոք սրտի ինձ հետ հետադարձ կապով է եղել Տարոն Միրոյանը, այո, շատ հարցեր կա, որ կարող են իրենք կարգավերել, որոշակի դոստուպ տալ եւ այլն, բայց այնտեղ արդեն առաջանում է որոշակի վճարի հարց, որը պիտի վճարվի, այսինքն արգելք չկա համապատասխան գումարը մուծել պետական ձևով որ ասում եւ այդ հարցը լուծել, այդ հարցով ամեն ինչով աջակցում են կողքնեն, բայց այն ինչը որ պիտի մուծվի, այդ արդեն պիտի մուծվի։ Ինչպես հասկացա, այս տղան էլ, այտենց պատրաստ չէր վճարի, այդ վճարն էլ խելամիտ գումար է, ասեմ, այնպես չի որ խելքից դուրս բան է, այնուամենայնիվ մարդիկ հնարավորինս փորձել էին օգտակար լինել, չգիտեմ հետագայում ինչ կստացվի, ինչ կդառնա, անգամ խոսեցինք, իսկ հնարավոր է կառավարությանը դիմենք, որպեսզի այդ ֆինանսական մասը, չգիտեմ, ինչ որ հատուկ որոշմամբ ինչ որ բան արվի, բայց ես քանի որ գիտեմ կառավարությունում ինչպես են աշխատում, այդ տենց հեշտ բան չէ, էլի, այդ մենք կարանք նստած ասենք, այ թող սենց բան անեն, կամ սենց բան անեն, չէ, դա այդպես չի, որովհետև մենք Հայաստանի Հանրապետությունում զարգացնում ենք ոչ թե անձանց կարևորությունը, այլ ինստիտուտները, իսկ ինստիտուտները դա նշանակում է, որ պիտի ամբողջովին լինեն օրենքների տիրույթում եւ այլն, մի խոսքով նախադեպային տես բաներ որպեսզի չլինի։ Տեսնենք ինչ կստացվի, ամեն դեպքում պարոն Միրոյանը ասաց, որ հետադարձ կապի մեջ է, թե տղայի հետ, այդ մարդու հետ, թե ինձ հետ կլինի վստահաբար, ու եթե ինչ-որ լավ բան լինի, անպայման ես դա նույնպես կհրապարակեմ։ Ահա, այսպես է լինում, երբ որ խնդիրը ներկայացնում են adekvat ձևով։ Շատ դեպքերում մարդիկ խնդիրը բողոքով կռվով են ներկայացնում են ամենասկզբից վիրավորական արտահայտություններով ընդհուպ միջև, բայց ինչա քյորեք օրինակ, չեք տեսնում այլևս մեծ բաները երբ եք գալու մարդիկ։ Այդ դեպքում ցանկություն էլ չի առաջանա որևէ մեկը գա, որովհետև այդ եկողը նույնպես մարդ է, նույնպես քաղաքացի, նույնպես հայ։ Չէ՞։ Այսինքն պետք է այդ լուսաբանումը, դիմելա ձևը եւ այլն մի փոքր բան լինի։ Այ ուրիշ բան, եթե անտեսվում է, ասենք շատ կուլտուրական ձևով ասես, չստանաս պատասխան, չնայած այսօր շատ դժվար է պատասխան չստանալը։ Չստանաս պատասխան, նստես կռիվ անես, ասես այս ինչա։ Այդքան էլ ասեցինք, դա ուրիշ է։ Իմիջայլոց այ հենց կան նմանատիպ բլոգերներ, ովքեր այդ լուսաբանումները անում են հենց դրա համար, որպեսզի այդ հարցերը կամ բան չլինի, կամ դիվիդենդ հավաքեն ինչ-որ կերպ, ինչ-որ դիտարժանություն ապահովեն իրանց, ինչ-որ սենց Երևան, որ տենց իբր իրենք շատ մտահոգ մարդիկ են, ես ինչ եք անում, քանդեցիք, տրակացեցիք, սենց բաներով էլի, ասենք, այսքան իրենք շեշտը դնում են ագրեսիվ ու նեգատիվ խոսույթի վրա, եւ ոչ թե իրական խնդրի վրա։ Այս է տարբերությունը։ Ու փոխարենը երևի ունեն ակնկալիքներ, չգիտեմ։ Մենք մեր ՀԿ-ով եւ ես ինքս, քանի որ տենց ակնկալիքներ շատ չունենք, մենք անգամ շատ հարցեր ես այդքան էլ չեմ տեղադրում Facebook-ում, այլ տենց զանգերով բանով փորձում ենք աջակցել օգտակար լինել այդ մասով։ Հավատացեք, եթե ամբողջը տեղադրեն, կարտալսկի ես չեմ ասում կարտալ մեսենջերս, ուր մնաց թե դուք հասցնեք կարտակ ու ծանոթանաք։ Այսպեսի բաներ էլ ալինում։ Այնպես որ ժողովուրդ ջան, ես առաջարկում եմ, այս եթերը կիսել տարածել, թող նախ պաշտոնյաներն էլ դա հասկանան, որ բոլորի դեպքերում չի, որ լուսաբանվում է հարցը որպես չգիտեմ ինչ ցուցադրելու համար, ոչ, հարցը լուսաբանվում է, ցուցադրվում է, տեղադրվում է լուծում ստանալու համար, կամ մատնացույց անելու համար, ինչ որ դրական ու բարոյական բաներ։ Եվ պատասխան ստանալու դեպքում, առավելևս դրական պատասխան ստանալու դեպքում, մենք չենք զլանում մեր շնորհակալությունը հայտնել անկախ նրանից ով էլ որ լինի, որովհետև մենք հենց այդ ակնկալիքով էլ դիմում ենք շատ դեպքերում։
որ ստացվի ու մենք շնորհակալ լինենք։ Շնորհակալություն բառը շատ գեղեցիկ ու շատ լավ բառ է, որը արժե հաճախակի ասել։ Մոտավորապես այսպես ես չգիտեմ ինչքանով միտքս ըմբռնելի ներկայացրեցի, բայց իմ կարծիքով հասկանալի եղավ ամեն ինչ։ Ընդհանուր առմամբ այս մասով, այս իմաստով սա է ուզում ասել, բայց կարող ենք մի փոքր առաջ գնալ, որովհետև նոր աչքովս ընկավ ու դարձյալ տեղադրել եմ իմ Facebook-յան էջում հեծից պատկեր, ուրեմն թույլ տվեք ձեզ համար ընթերցել գրառումը Ռոմանոս Պետրոսյանի ու ընտրեմ ու մի քանի ֆոտո միասին նայենք, հա։ Ուրեմն հեծի Վարդաշեն ենթակայանում մեկ ամիս առաջ տեղի ունեցած վթարից հետո ի թիվս ներքին հետաքննություն իրականացնելու նպատակով կազմավորված երկու առանձին հանձնաժողովների ևս մեկ աշխատանքային խումբ է ձևավորվել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հեծի շահագործման տակ գտնվող 110-35 կՎտ բարձր լարման շուրջ 322 ենթակայաններում համալիր ստուգումներ իրականացնելու եւ վերհանելու հրատապ ու միջնաժամկետ կտրվածքում լուծում պահանջող անհետաձգելի խնդիրները։ Ահա իմ ասացի հենց էությունը, այն որ ասում է խնդիրները նախ արձանագրում են, առաջնայինները առանձնացնում են, ֆինանսական մասը հասկանում ու սկսում են, այսինքն մարդիկ որոշել են, որ ստուգումներ իրականացնեն ու այն հրատապ խնդիրները մտ հասկանանք ինչ խնդիրներ է, որ նոր հասկանանք դրանց ֆինանսական մասը։ Այս պահին խումբն այցելել է արդեն 222 ենթակայաններ, 322-ից 222 այցելել են եւ գույքագրել ամբողջական խնդիրներ։ Մնացյալ 100 ենթակայաններում ստուգացել կավարտվեն առաջիկա 10-12 օրերին։ Տեսեք, մի հատ էլ էսել են մյուս մեր քաղաքացիների համար, ժողովուրդ ջան, այսինքն երբ որ ինչ-որ խնդիր կա, տեսեք, որ նախնական աշխատանքներն էլ օրեր են պահանջում, էլի, մեկ-մեկ կա, չէ, այսօր մի բան խոսում են, վաղը դուրս են գալիս, ասում են բախի չերավ։ Ուրեմն, պատկերը, որը մեզ հայտնի դարձավ ստուգայցերի արդյունքում, ցավով եմ նշում, սակայն մեղմ ասած հուսադրող չեն։ Եվ այս ուղղությամբ եւս կարծես նոր Պանդորայի արկղ են բացել։ Ահռելի անելիք եւ աստղաբաշխական բյուջե է ենթադրում այսչափ մաշված, խարխուլ եւ բարոյապես հնացած ենթակառուցվածքների նորացման աշխատանքները, որն անխուսափելիորեն պարտավոր ենք իրականացնելու ամենակարճ ժամկետներում, որպեսզի բաշխման ցանցի վատտար վիճակով պայմանավորված մեր պետությունը տեսանելի ապագայում որևէ պարագայում չունենա էներգետիկ հնարավոր ճգնաժամեր։ Կից ներկայացնում եմ լուսանկարներ, որոնք արվել են այս պահին լարման տակ գտնվող մի շարք ենթակայաններում, Երևանում եւ Հանրապետության բազմաթիվ վայրերում։ Անկեղծ ասեմ, ես այս վերջի տողը չէի կարդացել սկզբում, ու տես նկարներն էի նայում։ Հետո ուզում էի արդեն կիսվել իմ էջում, մեկ էլ նայեցի, որ ոնց սրանք հիմա այն ինչ որ տեսնում եմ, դեռ աշխատում են բարձր լարման տակ, ես գիտեի պրոստը, ասենք թե ինչ վիճակում են, բան ես միշտ Այսպես բան է կատարում։ Հիշում եք, որ եղավ Վարդաշենում դեպքը Երևանիում ու լույս չկար։ Միանգամից փորձեցին սլակները ուղղել Ռոմանոս Պետրոսյանի վրա, նոր կառավարչի պետության վրա, այ տեսեք ինչա լինում, որ մասնավորը չի աշխատացնում, երկգործիչ հասկացողները եւ այլն, հեսա կտեսնենք գործից հասկացողների թողած հետքերը։ Ուրեմն միանգամից փորձեցին այդտեղ քաղաքական բանը աստառը քաշել իրենց կողմ։ Իսկ իրականում այո, եթե հետևեիք Պաշտոնյայի Ռոմանոս Պետրոսյանի գրառումներին, պիտի որ հասկանայիք, թե իրականում խնդիրն ինչումն է կայանում։ Ոչինչ չի փոխվել։ Ոչ, ես անգամ ես վերջերս դարձյալ Ռոմանոս Պետրոսյանի էջից երկու ռելեի պատկեր էի տեղադրել, կիսվել էի նրանից, որոնք 30-ական թվականների էին, 1900 հասկանում եք, ասեք դրանից մի քանի տարի առաջ են հայտնաբերել հոսանքը ու հետևից դրանք կային։ Ու սրանք այս մարդիկ չեն ամաչում, խոսում են, չգիտես ինչ խոստումներ են տալիս, չգիտես ինչեր են անում։ Գիտեք ինչ, այնտեղ կան, չէ, խալխի ձևովի շարժումից, ասում են բանա։ Դե այդ աշխատավարձերը Սամվել Կարապետյանը իր գրպանից էր տալիս։ Արա, իր գրպանից թող տար սարքեր։
Կամ խեր գրպա, բայց որ գրպանից է տվել, ասենք իբր փողը չէր երիքում, բայց հիմա ո՞նց է բավարարելու։ Ասեմ ինչի արդյունքում, մենակ հենց մեկը նրա արդյունքում, որ ստվերից դուրս է եկել մրցութային ծրագրերը։ Այսինքն նորմալ բանը տենդերներ է հայտարարվում, մի գրպանից չեն անում, մյուս գրպանը մտնում իրաց ուզած թվերով, միլիոններ եք շփել արա։ Միլիոններ, սա հակապետական, հակաժողովրդական բան է եղել։ Ձեզ մի հատ ռազմավարական կարևորության բան են վստահել, որի հերն անիծել եք, որտեղ մատներից չեք տվել։ Հիմա եկել եք, մի հատ եք ռազմավարական օբյեկտ է եղել, չեք ձգել։ Հիմա եկել ասում եք ամբողջ պետությունը վստահեք մեզ, մի պետություն, որը ունի սրա նման բազմաթիվ ռազմավարական կարևորության բաներ, բայց դրա հետ ո՞նց եք վարվելու, սենց։ Եկեք միասին մի հատ այդ նկարները նայենք ժողովուրդ ջան։ Նախ ասեմ, գիտեմ ձեզանից շատերը արդեն հասրել են տեսնել, բայց քանի որ նյութը տեղադրելու եմ նաև YouTube-ում, իսկ այնտեղ կան մարդիկ, ովքեր Facebook-ից չեն օգտվում, համել իրանց համար թող պարզ լինի։ Խնդրեմ։ Մի րոպե, հեսա հասնենք, հələ ստեղ նայեք, լարերը, սրանք, կներեք։ Մի րոպե։ Նայեք, մի ամբողջ բան է, հələ ստեղ նայեք։ Հələ ստեղ։ Խնդրեմ։ Աշխատելու պրոցեսի մեջ են, խնդրեմ։ Հələ ջուրը թափվում է։ Մի րոպե սենց անեմ, որ հələ այս հեռախոս, այն որ կանչ են գրանցում, սրանցով են գրանցում, այս ինչ է։ Ստեղ նայեք։ Ստեղ։ Խնդրեմ, իրենց այս ռազմավարական օբյեկտիվ, նայեք որ թիվ են սրանք, այս ինչ է։ Հասկանում եք, խայտարակություն ասա, բանն ենք էլի, մենք մի հատ աշխարհի կներեք, ճակալասի երկիր ենք երևի, ու մեզ էսի երևի շատել էր էլի, ու սրան, այս ամեն ինչի պատասխանատուն, գնում է հանրային հեռուստատեսություն, ներկայանում որպես թույն տնտեսագետ, թույն կառավարիչ, ու ասում սրա նման մի քանի բանել աշխատացնում եմ դեռ, այնպես որ մեզ վստահեք պետությունը։ Այս ինչ է։ Էսի ես դարում է։ Քաղաքացին կոպեկը կոպեկով վախտին չմիացներ, ոչ կնայեք ձեր սիրելի թոշակառուներից, թե չէ, ոչ կնայեք ինչ իր վիճակում է, աշխատողա թե չէ, 300,000 աշխատատեղերից մեկում աշխատում է թե չէ, միանգամից անջատում եք, ոչ ձմեռ, ոչ ամառ եք նայում։ Որ ինչ անեիք, որ գրպանեիք, դեռ այս ամեն ինչից հետո իրենք իրար մեջ տոկոսով փող են տվել իրար։ Տոկոսով փող են տվել։ Դե այս մի քանի միլիոն, անտոկոս, այնտեղ անտոկոս փող էլ է ֆռացել։ Ես մի քանի միլիոնը եկալ ես հարցը գծի, դե պատկերացրեք, ես մոտ բան է, ձեռնարկություն է, փակ։ Դրսից փողը վերցում է, ներսում ֆռստում է, դուրս անում, այսինքն գնամ իմ շեֆին ասեմ, շեֆ ջան, ինձ մի $50 միլիոն տուր, լավ, մեծ թվերից խոսանք, $1 միլիոն տուր, հետո ես կես կտամ, այս շեֆս վերցնի ընդհանուրի բյուջեից $1 միլիոնը տա, առանց տոկոս առանց բան, բայց գրանցի վարկա, ես էլ գնամ բիզնես դնեմ, այդ $1 միլիոնով, հարստանամ, գամ իրա $1 միլիոնը տամ, շեֆին էլ պարտական մնամ, ասում ցավդ էլ տանեմ, երբ Նիկոլը մի բան ասի կողոտ կանգնած եմ արխային, եղի մեր երկիրը կպրգեն գաղբեր։ Ու հետո գնամ ես ինքս ներկայանամ, որ ես լավ տես բիզնեսմեն եմ, դուք չեք $1 միլիոն ինձ էլ տվեք, ես էլ իմ բիզնեսի չհասկանալ եմ բիզնես կդնեմ։ Ու սենց իրանցով անեն, էլի աշխատատեղեր ենք բացել, սենց բաներ։ Էս ի՞նչ է։ Դրա համար էլ խայտարակ ենք լինում։
Նստած կառավարության նիստ էինք նայում, կառավարության շենքի հոսանքները գնում են։ Քանի անգամ ուղիղ եթերում կառավարության շենքի հոսանքները գնացել։ Դա պատասխանատվության բանն է հենց։ Չափորոշիչն է հենց։ Ամոթ արա, մի հատ պետության, ընդ որում Հայաստանի նման պետության, որ շատ երկրներից խոշորացույցով նայում են, էլի, էլ չխոսեմ մեր թշնամի հակառակորդների մասին։ Ու դες կառավարության նիստի վաղ լույսեր ա գնում, այդ տպավորություն կասեք, ասենք պատկերացրեք մի հատ ուրիշ երկրի կառավարության նիստ եք նայում, այնտեղ մեծ եսի ինչերից են խոսում, ինչ լուրջ ծրագրերից բան, գնանք այս ինչը ներառենք, այս մյուս, մեկ էլ հոսանքը գնում ա, չեք ասի, այսով են այն մոտ։ Ես չերից էին խոսում։ Ու դες մի անգամ չէ, մի քանի անգամ։ Ու այդ մարդիկ հիմա դրա պատասխանատուները եկել լուրջ դեմքով հայտ են ներկայացնում, ասում են մենք մտնում ենք քաղաքականություն ախպեր, եկանք դառնանք էլ դուք տեսեք ինչեր ենք սարքում, ոնց ենք շենացնում։ Էսա ձեր շենացրածը, երկու շոչիկ չեք փոխել։ Հայաստանում երևի մարդ չկա, որ հեծից դժգոհ չլինի։ Մի հոգի մարդ երևի չի եղել, որ հեծից դժգոհ չլիներ։ Հիմա էլ ասել թե լավացավ ոչ բնականաբար, բա ինչ են ժառանգել, մի ասենք հեծում էլ կասեն նախկին ներկայեկանում, բա ինչ ասենք։ Հիմա այսքան միլիոն պիտի ծախսեն, եկել եք վարչապետին հարց էիք տալիս, լրագրողներ, հարց էիք տալիս, թե բանը խլել, մլել, չգիտեմ, վճարելու եք այդ գումարը, որ վերցնեք, ինչի համար վճարի, այս երկաթի թափոնի, մետալալոմի գնով կարելի է և վերցնել։ Կարելի է կշռել, քանի կիլո երկաթ կա այդտեղ, դες հաշվել, կալկուլյացիա անել, վերցնել։ Նորմալ չի, առավել ևս, որ Քոչարյան Ռոբերտի նման անձնավորությունը չի բացառում ձեր այդ կոալիցիան։ Մարդ, ով որ կոնկրետ երկաթի գնով պոեզի գծեր էր ծախում, մարդ, ով կոնկրետ երկաթի գնով հաստոցներ էր ծախում, բանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Սարգսյան Սերժը, այսինքն, երբ որ դուք եք ժողովրդի ունեցածը ծախում երկաթի գնով կոպեկներով, դա նորմալ է, երբ որ ձեզնից առնենք երկաթի գնով ու կոպեկներով ընդ որում հիմնավորած, դա լինելու է աննորմալ խլոցի։ Բա մենք գնացեք լուսաբանեք ժողովրդից ինչեր են խլել, ժողովրդից, որովհետև այդ նույն երկաթ գծերը պատկանել է ժողովրդին է, որոնք որ պիտի ապագայում կամ չգիտեմ ինչ իրավիճակում իմ ետակառուցվածքների համար ծառայեն, իմ տեղափոխման, իմ մյուս հազար հարց կա, չէ։ Գնահատականը մեծս բացեք, տրամաբանական, ու տվեք։ Ասուլիս էր տալիս, սկի պետության տարածքը չգիտի ինչ կանա, չգիտի դրա համար էլ երևի բանը, չէր զգացել երևի, էլի որ մեղրին տալիս է, տարածքը չգիտի մարդը։ Գնել ջան, արի Գյումրի նկարի ցույց տուր, թող տեսնեն, մի ծառի վրայից 1000 հատ լար է գնում ամենվերկյան վտանգ կա։ Իզաբելա ջան, տես բան նկարելու համար հեչ Գյումրի հասնել պետք չի, չնայած Գյումրի սիրով կգամ ինչ-որ մի օր, բայց հեչ պետք չի հասնել Գյումրի։ Երևանն էլ, այս հերիք է, դեռ չեմ խոսում մյուս Երևանին կից համայնքները, գյուղերը, երկինքը չի երևում է մրդ, բանա, ոնց որ սարանդոստիկ, սարդոստային գործած լինեն գլխիտ վերևը։ Իրանք իրանց մեջ տեղավորված ապրել են։ Մեկ էլ ինչ-որ մի պահի զգացին, որ ընդեղ հարցեր կա, որոշեցին, որ քանի որ իրենց վիճակը վատանում է, ուրեմն չկա երկրի վիճակն է վատանում, եկեք գնանք փրկենք, հերթական փրկիչներն են։ Իրանց ասում եմ, Քոչարյանի վաղ խոսալու բան չեն ունեցել, Սերժի վաղ խոսելու բան չեն ունեցել, թույն է եղել, համաձայն են եղել, հասկանում եք, հիմա վիզիտիլի համաձայն չեն, հիմա գտնում են, որ նոր ուժ է պետք, 20 տարի նոր ուժ պետք չէր, հիմա արդեն նոր ուժ է պետք հոգնեցինք, նոր խոսք է պետք հոգնեցինք,
Սերժի խոսքը չէր հնանում, չնայած պիտի հնանար, քիչ էր օգտագործում խոսքը այդ մարդը, պիտի հնանար, մյուս կողմից ճիշտ են ասում։ Ու գիտեք, մարդը, եթե անպատասխանատու, մարդը անպատասխանատու է ամեն ինչում։ Լավ, դա անձնական ինչ-որ մի իրավիճակ չի, որ ասես բան, էլի։ Սա հանրության առաջ պատասխանատվություն է գրում։ Ցնդելու բանը։ Չէ, որ այս վիճակն է, ես պատկերացնում եի, որովհետև շատ բաներ աշխարհից դեմն է, չէ։ Իմիջայլոց մի հասարակ բան ձեզ ասեմ։ Մեր բացերքոծություն ծրագրից հետո քաղաքացիներից մեկի խնդրանքին ընդառաջ ճիշտ հաջորդ օրը մի հատ հարց էր լուծվել, ուրեմն պատժեսնա շքամուտքն է, մեջ այդ բաներն են, լարերն են գնում, նու մեջով գնալը որն է, դրսով են գնում, ու լարը որն է, այդպես բաց ինչ-որ կաբելներ էլի։ Շատ արագ իմիջայլոց Ռոմիկը Մխիթարյան լուծում էր տվել այդ ամեն ինչին, դարձյալ ենք իրանց կուրացիայի մեջ չի, իրենց պատասխանատվության գոտում չի, բայց քաղաքացուն ինչ անեն, ասեն իմ պատասխանատվություն գոտում չի, երեխա են գնան գան տոկը խփի մեռնեն, սա արդեն մտահոգությունն է, սա արդեն մարդու տեսակից է։ Լուծում մի օրվա մեջ այդ հարցը լուծել է։ Ու նայել այդ պատկերին արդեն հասկանալի էր, թե ինչա կատարվում հեծում։ Արդեն պարզ տեսանելի է, մի հատ այդ բանով էլ, այդ որ քառակուսից ենք լինում է, շիտը։ Ու հիմա նեղվում են, անուն են դնում, արբիտրաժ են դիմում, արբիտրաժից պատասխանը ստանում են յոլա չեն գնում, են մի հատ էլ ունեն, չէ, Ամստերդամ ունեն, փաստաբան, իրավաբան, անունը Ամստերդամն է։ Այս Ամստերդամն էլ Իմիջայլոց Թուրքիայի շահերի ներկայացնողն է միջազգային դատարանում և Ռուսաստանի։ Այս Ամստերդամն տեսնում է արբիտրաժի որոշման դեմ բան չունի ասելու, դուրս է եկել խոսում է եկեղեցուց, թե որքանով պետությունը իրավունք ունի, չգիտեմ ում դատի, ում չդատի։ Արի Ամստերդամ ջան, մենք ժողովրդավար երկիր ենք։ Քո քաղաքացիությունները բրախից տեղի քաղաքացիություն ստացի մի քանի տարվա մեջ 3 տարի է թե 5 տարի է, գնա պահանջներ ներկայացրու բաները, դու ով ես եկել ընկել ես մեյդան։ Ու սրանք էլ ծափահարողներ կան։ Դրսից մեկին բերել կծել են ջաններից ծափահարում են, էլի։ Մեր հայոց եկեղեցին բան, դու ով ես հայոց եկեղեցու հետ ինչ գործ կամ հենա խալխի ձևով շարժում է, գնացել, ֆռացել, բերել է հրեաներին 500 միլիոն, չէ, 500,000 փողը տվել է, ասել է ախպեր ջան, մեր իմիջով զբաղվեք, ինչ խոսանք, որ ժողովուրդը համոզվի, ոնց կարելի է խաբել ժողովրդին, ոնց կարելի է ժողովրդին ներկանալ ավելի այսպես հաճելի արտաքինով, ավելի այսպես ձեռքի շարժումները, բան խոսքը, որպեսի սենց, մազը սենց, ու մեզ էլ պետք է իշխանության գանք։ Ահա, ջհուդներով հիմա նստած բանը 500,000-ը վերցրել են ու և ուսումնասիրում են մեզ բոլորիս։ Ուսումնասիրում են, որպեսզի արձանագրեն ու ըստ դրա ռազմավարություն կազմեն։ Ու այս մարդիկ տեսնում են ինչ։ Ասում են, այս ժողովուրդը տենում է հեծե այս վիճակում։ Տենում է այս մարդիկ ինչ ուզում խոսում են։ Տենում է, որ հանցագործ տերտերներին պաշտպանում են։ Ու այդքանից հետո ամեն դեպքում կա մի հատ պրոցենտ, ովքեր որ սատարում են։ Համոզել են, խաբել են, սատարում։ Եթե դա արել են, ուրեմն հարիվ մեռնում են, եկեք դե հիմա նստենք ու աշխատենք։ Ու լենքան են կյանքներս ուտելու էլ ասելու չի։ Հիմա էլ օրը մեջ գցում են մեր ռազմավարական 5 քայլերը։ 5 հատ քայլ են մտածել, բանը, կյանքներս կերան։ Մեր ռազմավարական 5-ը տնտեսության մասին է, ընդ որում կիսատ պռատ։ 300,000 նոր աշխատատեղ։ Արա, հենց հիմի Հայաստանում աշխատատեղի խնդիր կարելի ասել չկա, աշխատող մարդը աշխատանք ունի։ Հաստատ սոված նստած չի։ Այն ովքեր որ սոված նստած են ու չեն աշխատում, դրանց ոնց պոկես տեղից չի գնալու աշխատելու։
Իմի դու 300,000, հա, դրսից անգամ հնդիկներ են եկել աշխատում, ուզբեկներ են եկել աշխատում։ Դուք այդ 300,000-ը ում համար եք բացում։ Ում համար։ Ու ինչ-որ թիվներ շատ նման է, եկեք մի հատ պատկերացնենք, օրինակ, ասենք թե գնելը չի Սարգսյան, բանն է, 5-րդ ալիքի լրագրողներից են։ Հա, այն Ադրբեջանից 300,000 ադրբեջանցիներին, որ բերում եք բնակեցնելու նրանց համար, եք աշխատատեղ բացում, սս մեկ տրյուկ անեմ, էլի։ Ասենք մոտավորապես ձեր ձեռագրով։ Ում համար։ Աշխատատեղերի խնդիր Հայաստանում չեն, ու գրանցվելու, աշխատատեղերում գրանցվելու խնդիր կա։ Այդ հարցով ինչով կարող եք օգտակար լինել։ Որովհետև հենց սկսեք փորձել օգտակար լինել, ստացվելու է, որ ձեր ու ձեր կոալիցիոն գործընկերների, ենթադրյալ կոալիցիոն գործընկերների սեփական բիզնեսների մեջ գրանցվածների մեծամասնությունը հենց նրանք են, ովքեր որ ուրիշ ձև են գրանցված կամ գրանցված էլ չեն։ Այ դա փորձեք, եթե դուք փորձեք վերահսկել դա, որպես ասենք որոշակի շարժում, հա, 20,000 կամավոր, հասկանում եք, եթե կաղու բար չէ։ Գնացեք, մտեք, ուսումնասիրեք, վերհանեք ու տեսեք, որ 300,000 ավել աշխատող կա արդեն Հայաստանում։ Դες կապշեք, էլի։ Այսպես ժողովուրդ ջան, ընդհանուր առմամբ իսկապես շատ ցանկանում էի Տարոն Միրոյանին շնորհակալություն հայտնել, որտեղ այդ տղան, այդ մարդը քանի օր զբաղված էր այս կողմ այն կողմ զանգեր անելով, մտնելով, ելնելով, արդեն այնքան տարբերակներ էր մտածել էլ ինչ կարելի անել, որ այդքան սկի երևի այդ խնդիրը բարձրաձայնողը չէր։ Մտածել եւ իհարկե Հրազդան համայնքապետարանին հավուր պատշաճի աշխատանքը անելու համար, ընդ որում ոչ իրենց կուրացիայում գտնվող։ Ընդհանուր առմամբ այսպես ժողովուրդ ջան, վաղը Free News-ում սև ու սպիտակ podcast-ն է, խնդրեմ կարող եք հետևել։ Գիտեք, շաբաթը 1 օր ես եւ Գագիկ Մկրտչյանը podcast ենք անում, առայժմ իմ տաղավարում, բայց հուսանք, որ առաջիկայում ավելի բարենպաստ պայմաններում կաշխատենք։ Շաբաթը 1 օր է, երբ խոսում ենք, շփվում ենք, զրուցում ենք ու շաբաթ օրվա համար իմ կարծիքով վատ հաղորդում չի ժամանցային առումով, հա։ Լավ եղեք, ամեն ինչ շատ լավ է լինելու, ես վստահ եմ ու այդպես էլ կա, բարի գիշեր ձեզ։